Ղուկասի ավետարանի 5-րդ գլխի առաջին 11 համարների մեջ մեզ է ներկայացվում շատ խորհրդավոր մի իրադարձություն, որ կապված էր Տեր Հիսուս Քրիստոսի, Պետրոս Առաքյալի եւ Զեբեդեոսի որդիների, Հովհաննեսի ու Հակոբոսի հետ։ Նախորդիվ Ղուկաս ավետարանիչը 4-րդ գլխի ավարտին մեզ ներկայացնում է Տեր Հիսուս Քրիստոսին, որը իրեն փնտրողներին ասում է, որ պիտի գնա այլ քաղաքներ եւս այնտեղ Աստուծո խոսքը եւս քարոզելու համար, որովհետեւ այդ իսկ նպատակով է ուղարկված առաքված։ Եվ ահա անմիջապես այս դրվագից հետո 5-րդ գլխի առաջին համարից սկսած մենք կարդում ենք հետևյալի մասին։ Ավետարանիչն ասում է, որ մինչ ժողովուրդը Հիսուսի շուրջ էր խռնվում Աստուծո խոսքը լսելու համար, բառացիորեն շեշտում է Ղուկաս ավետարանիչը Աստծո խոսքը լսելու համար մինչ Հիսուսի շուրջ էին խռնվում, որովհետև շատ անգամ մենք տեսել ենք եւ հետո էլ կտեսնենք ժողովրդի, որ գալիս էին հրաշքներ տեսնելու եւ բժշկություններ տեսնելու, ականատես լինելու մեծ իրադարձությունների, որ շատ բնական էր, բայց այստեղ Ղուկասը հատուկ շեշտում է, ասում է, եկել էին Աստծո խոսքը լսելու համար եւ Հիսուս Գեննեսարեթի ծովակի ափին էր։ Ուրեմն Հիսուս տեսնում է, որ ծովեզրի ափին եւս երկու նավակներ կան եւ նրանցից մեկի մեջ է մտնում, որը Սիմոնինն էր, Սիմոն Պետրոսինն էր, եւ սկսում է քարոզել, ուսուցանել, բայց խնդրում է Սիմոնին, որպեսզի նավակը մի փոքր դեպի ծովի ներսը տանի, մի փոքր ափից հեռացնի, որպեսզի հեշտ լիներ, դյուրին լիներ ժողովրդին տեսնել իր առջև եւ քարոզել։ Եվ ավետարանիչն ասում է, որ նստեց եւ սկսեց ուսուցանել, այս նստելն էլ հատուկ կերպով շեշտում է, որովհետեւ թե սինագոգում եւ թե առհասարակ տաճարում, տաճարի շրջակայքում, երբ որ վարդապետը քարոզում էր, խոսում էր, ընդունված էր, որ վարդապետը պիտի նստեր եւ ապա սկսեր իր ուսուցումը, իր դասընթացը։ Ղուկասը ծովակ է ասում Գեննեսարեթի լճակին, որը նույն Գալիլեայի լճակն է, որը նույն Տիբերիայի կամ Տիբերական ծովն է։ Ուրեմն 3 անունով էր հայտնի այս լճակը, ավազանը, ջրավազանը, որ իրականում ծով չէր, այլ քաղցրահամ ջրով լցված լճակ էր, տարբեր անուններով, որովհետև նախ Գեննեսարեթ, քանի որ Գեննեսարեթ գյուղի, Գեննեսարեթ կոչվող հովտի անմիջապես կողքին էր գտնվում։ Գալիլեա, որովհետև ընդհանուր տարածքը Գալիլեայի շրջանն էր եւ Տիբերական էր երբեմն կոչվում, օրինակ եթե Հովհաննեսի ավետարանի 6-րդ գլխի առաջին համարը կարդալու լինեք, այնտեղ կտեսնեք, որ Հովհաննեսը երկու անուններ օգտագործում է՝ եւ Գալիլեայի եւ Տիբերիայի։ Տիբերիայի կամ Տիբերական ծով կամ լճակ կոչվում էր նաեւ, որովհետեւ Հերովդես Անտիպասի կողմից կառուցված Տիբեր քաղաքի, Տիբերիոս քաղաքի պատվին էր նաև այդպես կոչվում։ Սա էլ իր հերթին Տիբերիոս կայսրի անունով էր։ Ուրեմն այս 3-ն էլ ավետարանում որտեղ որ հանդիպելու լինենք, Գալիլեայի ծովակ, Գեննեսարեթի ծովակ կամ լճակ կամ Տիբերական, սրանք նույն քաղցրահամ ջրով լի լճակի մասին են պատմում, որի շուրջ Գալիլեայի գյուղաքաղաքներում տեղի ունենում Տեր Հիսուս Քրիստոսի քարոզչության առաջին շրջանը։ Եվ ահա մարդիկ, ովքեր որ հավաքվել են լսելու Աստուծո խոսքը, այնքան շատ են գալիս, որ Հիսուս ստիպված նավակով դեպի լիճն է մի փոքր շարժվում եւ այնտեղից սկսում է քարոզել։ Ղուկասը մեզ չի պատմում, թե Քրիստոս ինչի մասին է քարոզում, որևէ խոսք չկա, ինչ էր քարոզում։ Դրանից առաջ արդեն իսկ ասել էր, որ պետք է գնան, հռչակեն Աստուծո արքայությունը, պետք է կոչ անեն հավատալու ավետարանին, ապաշխարելու։ Այս բոլոր կոչերը արված էին։ Եվ այստեղ Ղուկասը չի կենտրոնանում, թե Քրիստոս ինչ է քարոզում, որտեղ Ղուկասի նպատակը այլ բան ներկայացնելն է։ Երբ որ խոսում վերջացնում է, ավետարանիչն ասում է, երբ որ խոսեց, քարոզեց, ավարտեց, դիմում է Տեր Հիսուս Քրիստոս Պետրոս Առաքյալին, Սիմոնին, եւ ասում է, որ նավակը ծովի խորերը տանի եւ այնտեղ ուրկանը գցի որսալու համար։ 5-րդ գլխի 4-րդ համարում է Քրիստոս պատգամում, որ դեպի խորքերը գնա եւ այնտեղ ձուկ բռնելու փորձ անի։ Եվ այս առաջարկին Պետրոս Առաքյալը 5-րդ համարում մենք տեսնում ենք, որ պատասխանում է եւ ասում է. Տեր, ամբողջ գիշեր չարչարվեցինք եւ ոչինչ չկարողացանք բռնել, բայց քո խոսքի համար կանենք։ Ուրեմն կգցենք այդ ուրկանները։ Նախորդիվ, երբ Ղուկասը ներկայացնում է, որ Հիսուս տեսնում է երկու նավակներին ծովի եզերքին, նաև մի հետաքրքրական դետալ է ավելացնում, ասում է նավակից
ուրեմն ձկնորսները դուրս էին ելել եւ լվանում էին իրենց ուրկանները։ Փոքր դետալ է, բայց Ղուկասը սա հատուկ է ներկայացնում, որովհետեւ նախորդ գիշեր ամբողջ գիշեր ձկնորսությամբ զբաղվելուց հետո ուրեմն նավակից դուրս են եկել եւ ձկնորսները պատրաստվում են հաջորդ որսին իրենց հանգիստը պիտի առնեն նաև, որովհետև սովորաբար գիշերն էին ձկնորսություն անում, երբ որ լիճը ավելի հանգիստ էր եւ խանգարող որևէ հանգամանք չկար։ Եվ ահա այս դետալն էլ ավելացնում է, պատկերը ճոխացնում է, որովհետև այդ ամբողջը արել են, գիշերը չարչարվել են, ոչ մի ձուկ չեն բռնել, եկել են, ուրկանները հանել են, լվացել են, պատրաստել են, որովհետև ուրկանների վրա մամուր կամ ինչ ասես հավաքվում էր, անկախ նրանից ձուկ կբռնեին թե չեն բռնի, իրենք պիտի վերստին պատրաստվեին։ Մեծ աշխատանք էին արել, չարչարվել են եւ ի վերջո դա արել էին ոչ թե Հյուսնի մասնագիտություն ունեցող մարդիկ, ինչպես որ Հիսուս ինքն էր, Հիսուս ձկնորս չէր, Հիսուս Հյուսն էր եւ օգնում էր Հովսեփին, նախորդիվ այդ մասին ուրեմն տարբեր անգամներ խոսել ենք, եկեղեցական ավանդությունն էլ ասում է, որ Հովսեփը Հյուսն էր եւ Հիսուս օգնում էր իրեն, քանի դեռ իր քարոզչական առաքելությունը չէր սկսել։ Եվ ահա Հյուսնը խորհուրդ է տալիս ձկնորսին նավակը գշել դեպի խորերը եւ այնտեղ ուրկան գցել ձուկ բռնելու համար։ Եվ այստեղ կարևոր հանգամանքը 5-րդ գլխի 5-րդ համարի մեջ, երբ որ Պետրոս պատասխանում է, շեշտելով հանդերձ, կարծես մի տեսակ չկարողանալով զսպել իր ներքին անհամաձայնությունը կամ նեղսրտածությունը, որտեղ նախորդիվ ամբողջ գիշեր չարչարվել են, շեշտելով այս, ինքը ասում է քո խոսքի համար կգցենք։ Այն խոսքի համար, որը լսելու եկել էին առաջին համարի մեջ ներկայացված ժողովուրդը, որ խռնվում էր Հիսուսի շուրջ։ Այն խոսքը, որ 4-րդ գլխում ասում է, թե պիտի գնար եւ տարածեր այլ քաղաքներին եւս։ Ուրեմն այս խոսքի համար Պետրոս ասում է, մենք կգցենք ուրկանները։ Վեցերորդ համարից սկսած մենք տեսնում ենք հրաշալի մի իրադարձություն, որը մեծ հաշվով ավելի հրաշալի չէր, քան նախորդիվ տեղի ունեցած բոլոր հրաշքները, բժշկությունները, բոլոր դեպքերը, որ տեղի ունեցել էին, որտեղ հիվանդ էր բժշկվել, կույր մեկը տեսել էր, ամեն տեսակի բժշկություն արդեն իսկ եղել էր։ Ուրեմն ավետարանիչն ասում է, որ ուրկանները գցեցին եւ այնքան շատ ձուկ բռնեցին, որ ուրկանները պատռվում էին, չեն կարող այլևս տեղավորվել եւ նայեցին իրենց մյուս նավակի որսակիցներին, նշան արեցին, որպեսզի սրանք գան եւ օգնեն իրենց։ Եվ գալիս են սրանք, ինչպես որ 7-րդ համարում ենք տեսնում, գալիս են եւ երկու նավակներն էլ ավետարանիչն ասում է սուզվելու աստիճան ծանրաբեռնվել էին։ Եվ այս տեսարանից ուրեմն զարմացած, ինչ որտեղ նաեւ վախեցած, ավետարանիչն ասում է, որ Պետրոսը վախեցած, զարմացած, այլայլված ընկնում է Հիսուսի ծնկներով եւ դիմելով Հիսուսին ասում է. ինձնից հեռու գնա Տեր, որովհետեւ ես մեղավոր մարդ եմ։ Ավետարանիչը շարունակում է բացատրելով, որ քանի որ տեսել էին այդքան մեծ քանակությամբ ձկներ, որ բռնել էին, զարմացած էին եւ վախեցած էին, ապշած էին։ Եվ շարունակում է ինչպես որ նաեւ Զեբեդեոսի որդիները Հակոբոսը եւ Հովանեսը իրենք եւս այլայլված էին եւ այդ հրաշքից քար կտրած չգիտեին թե ինչ պիտի անեին, բայց Պետրոս առաքյալի խոսքն է հետաքրքրական, որով ինքը դիմում է վարդապետին եւ ասում է ինձնից հեռու գնա Տեր, որովհետեւ ես մեղավոր մարդ եմ։ Նախորդիվ անշուշտ ասացինք, որ բազում հրաշքներ տեսել էին։ Պետրոս առաքյալը ինքը անձամբ ականատես էր եղել բոլոր այդ բժշկությունների ժամանակ։ Ինչու էր հենց անձամբ ինքը ականատես եղել բոլորին, որովհետև Պետրոսի տանն էին գիշերել, որովհետև Պետրոսի զոքանչի բժշկությունն էլ իր աչքի առաջ էր եղել։ Եվ բոլոր այդ դեպքերում ամենատարբեր հիվանդություններ, մահացու հիվանդություններ բժշկելու դեպքերում Պետրոսը ոչինչ չի ասում, եւ ահա այս դրվագի մեջ, երբ որ պարզապես շատ ձուկ են բռնել, Պետրոսը ասում է հեռու գնա ինձանից Տեր, հեռացիր ինձանից, որովհետև ես մեղավոր մեկն եմ։ Ինչու՞։ Այս ինչուն հավանաբար ամենատարբեր պատասխաններն ունի, բայց ինձ համար ամենախորհրդավոր եւ իրատեսական թվացող պատասխանն այն է, որ այստեղ Պետրոսը գործ ուներ անձամբ իր հետ կապված հրաշքի հետ։ Նախորդիվ Պետրոսը ականատես էր, բայց այս հրաշքի դեպքում Պետրոսը անձամբ մասնակից է, Պետրոսը ինքը փորձառու
այսօրվա լեզվով ասենք 1000 տարվա ձկնորս լինելով հանդերձ, որ գիտեր ցերեկը, գիշերը երբ որ չէին կարողացել բռնել, ցերեկը այդքան մեծ բազմության առաջ ձուկ բռնելը գրեթե անհնար էր եւ սա մի հատ ձկնորսական կարթով բռնել չէր, ուրկանով ձուկ բռնել էր, որ նաեւ բավական դժվար էր եւ աշխատատար։ Նույն այս Պետրոսը հնազանդվում է Տիրոջ խոսքին եւ ասում է, բայց քո խոսքի համար կգցենք, եւ ինքը մասնակից դառնալով հասկանում է, որ երբ որ հույսը եւ վստահությունը դրվում է Տիրոջ վրա, հրաշքներ կարող են լինել։ Սա է պատճառը, որ Պետրոսը այսպիսի վերաբերմունք է ցույց տալիս եւ այլայլված ասում է, ես մեղավոր մեկն եմ, Տեր, հեռու մնա ինձանից, հեռացիր ինձանից, որովհետեւ նաեւ հասկանում է, որ Քրիստոսի խոսքով այսպիսի հրաշք գործելու այս իրադարձությունը իրեն եւ Քրիստոսին մտերմության մեջ է դնում, այսինքն ինչպիսի արժեք ունի ինքը Քրիստոսի համար, ինչպիսի մտերմություն ունի, որ այս հրաշքը տեղի ունի։ Սա է պատճառը, որ Պետրոսն ասում է, ես մեղավոր մեկն եմ։ Այլ խոսքով Պետրոսն ասում է, որ ես արժանի չեմ քո կողմից այսպիսի վերաբերմունք ունենալու, որտեղ սա առաջին իր անձնական փորձն էր։ Ավետարանը շատ բան չի պատմում մյուս ձկնորսների մասին, բայց ասում է, որ նրանք եւս այլայլված էին, նրանք եւս վախեցած էին, զարմանք էր պատել, որովհետև արտասովոր իրադարձություն էր տեղի ունեցել։ Եվ 5-րդ գլխի 10-րդ համարում մենք լսում ենք Տեր Հիսուս Քրիստոսի պատասխանը, որ հնչում է Ավետարանի շատ ու շատ այլ դրվագներում, սկիզբը այս պատասխանի՝ մի վախեցիր։ Հիսուս դիմում է Պետրոսին ասելով՝ մի վախեցիր, այսուհետև դու մարդկանց պիտի որսաս կյանքի համար։ Եվ հետաքրքրական է նաև, որ հունարենի մեջ որս բառը, այստեղ օգտագործված որս բառը կոնկրետ նշանակում էր մատնացույց էր անում կենթանի առանց սպանելու, կենթանուն բռնելու հանգամանք, այսինքն որս, որի ընթացքում որսացվող կենթանին ողջ էր մնում։ Քրիստոս ասում է դու մարդկանց պիտի որսաս կյանքի համար։ Կենթանի պիտի բայես իրենց, ողջ պիտի լինեն եւ բնականաբար նաեւ հավիտենական կյանքը նկատի ունի այստեղ Քրիստոս, բայց հունարենը արդեն իսկ մեզ ցույց է տալիս, որ որսալը այստեղ բացասական իմաստը չունի։ Եվ երբ որ այս խոսքերը ասում է Տեր Հիսուս Քրիստոս, որին նաեւ ականջալուր են լինում մյուս ձկնորսները, չնայած որ խոսքը ուղղակիորեն Պետրոսին է ուղղված, բայց մյուսները եւս դրա հասցեատերերն են, ավարտվում է դրվագը շատ խորհրդավոր եւ հակիրճ, շատ կարճ, համառոտ պատկերով։ Ավետարանիչն ասում է, որ նրանք նավակը դուրս բերելով թողեցին ամեն ինչ, ուրեմն նավակը դուրս բերելով ցամաք թողեցին ամեն ինչ եւ հետևեցին Հիսուսին։ Համառոտ է ներկայացնում Ղուկաս ավետարանիչը, բայց պատկերը ամբողջական է։ Սկզբից ներկայացվում է Աստծո խոսքը լսելու համար խռնված ժողովուրդ, Տեր Հիսուս Քրիստոս, որ նավակի վրա է քարոզում, ներկայացվում է զարմացած Պետրոսը, որ չէր հասկանում ինչու պիտի հեռանար, բայց գնում է, լսում է Քրիստոսին, ներկայացվում է մեծ որսը եւ որսի արդյունքում Պետրոսի վախը, Քրիստոսի պատասխանը եւ ապա անմիջապես իրենց ամեն ինչ թողնելը եւ Տեր Հիսուս Քրիստոսին հետևելը։ Այս դրվագը անշուշտ հոգևոր խրատի իմաստով, հոգևոր պատգամի իմաստով յուրաքանչյուրիս կյանքում էլ մեծ ասելիք ունի։ Ամենապարզ օրինակը հավանաբար այն է, որ երբեմն մենք մեր կյանքում որոշումներ ունենք, որոնք որ ինքներս մեր ուժերի վրա դրած լինելով ենք կայացնում։ Ուզում ենք հասնել ինչ-որ հաջողության, կլինի անձնական կյանքում, կլինի աշխատանքի մեջ, կլինի որևէ հանգամանքում։ Բայց Պետրոս առաքյալի պես մենք էլ մեր կարողացածի, մեր հմտությունների վրա ենք շեշտը դնում, մտածելով, որ դե մենք գիտենք 1000 տարվա ձկնորս ենք եւ գիտենք թե ինչպես որսալ, գիշերը երբ դուրս գալ, ուրկանը ինչպես գցել, որ հատվածում ջուրը ավելի ծանծաղ է, որտեղ ձուկ կլինի, որտեղ չէ, բայց չի ստացվում։ Եվ այստեղ գալիս է ավետարանական այս դրվագը մեզ հուշելու, որ թողեք Տիրոջը, թողեք Աստուծո խնամությանը, նախախնամությանը եւ լսեք Աստծո խոսքը, որտեվ երբեմն մեզ թվում է թե այն падգամները, այն խրատները, որ մենք ունենք ստացած, դրանց հետևելով ինչ պիտի փոխվի։ Մենք չէ որ գիտենք մեր անելիքը եւ փորձում ենք ջանք ենք գործադրում մեր կյանքում այս կամ այն գործը անելու համար, բայց չէ, ավետարանը գալիս է ասելու թողեք Աստծուն եւ պահեք իր պատվիրանները, պահեք իր
պատգամները, մնացած ամեն բան ավելիով կլինի։ Ուրեմն Քրիստոսի խոսքին հետևելու շնորհիվ է, որ ձկների մեծ քանակությամբ որս են ունենում։ Երբեմն ստացվում է այնպես, որ մենք ինքներս Աստուծո ողորմությանը արժանացած լինելով, մեր կյանքի տարբեր դրվագներում մեր սրտի ցանկությամբ դեպքերը, երբ որ սկսում են իրականանալ, իրագործվել, ժամանակ առ ժամանակ զգացողություն ես ունենում, որ այդ ամենը կարծես քեզ տրվում է ձրիաբար, ոչ թե այն պատճառով, որ դու դրան արժանի ես, այլ պարզապես քեզ նվեր է տրվում։ Եվ գալիս է այն զգացողությունը, ինչ որ Պետրոս ուներ, որտեղ Պետրոսը վախենում է եւ ասում է, որ ես մեղավոր մեկն եմ, հեռու գնա ինձանից Տեր։ Անշուշտ հետո պիտի տեսնենք, որ Պետրոսին հակառակվելու համար, Պետրոսին Քրիստոսին հակառակվելու համար Քրիստոս ասում է, որ հետևս անցիր սատանա, հա, անցիր, հեռացիր ինձանից սատանա, հակառակորդ։ Բայց մինչև այդ դրվագին հասնելը Պետրոսը ինքը անարժանության զգացողությունն է ունում։ Այստեղ է, որ գալիս է երկրորդ հոգևոր խրատը կամ պատգամը այս հատվածի, որ որևէ մեկը Աստուծո ողորմությունը ստանալու համար անարժան չէ։ Մարդը, որ աշխարհ է եկել, անկախ իր մեղավորության հանգամանքից, անկախ ինքն իրեն ինչպիսին զգալու, կարծելու, տեսնելու հանգամանքից, միայն այն, որ ինքը աշխարհ է եկել եւ Աստծո ստեղծած արարածն է, մարդն է, ուրեմն ինքը անարժան չէ։ Անկամ եթե ինքը մեղավոր մեկն է եւ մեղավոր կյանքով է ապրում, վերջին մեղավորը նույնիսկ Աստուծո աչքին բացարձակ անարժան չէ եւ պատրաստ է ողորմություն ու գթություն ցուցաբերելու, միայն թե այդ ողորմությունը ստացողը լսի Տիրոջ ձայնը եւ գնա այդ ճանապարհով։ Այս դրվագը ինձ յուրաքանչյուր անգամ ընթերցելուց իբրև հոգեորական նաեւ շատ հետաքրքիր խորհուրդ է փոխանցում, որ միգուցե առաջին հերթին մեր աշխարհիկ հեռուստադիտողները, հաղորդման հետևողները իրենց վրա չվերցնեն, բայց ես իբրև հոգեորական սրա մասին պիտի խոսեմ եւ յուրաքանչյուր մեկը, որ իրեն համարում է եկեղեցու անդամ եւ կարծում է, որ քրիստոնեությունը տարածելու առաքելությունը ինքն էլ ունի, իր չափով, իր կարողության, իր հնարավորությունների սահմանների մեջ, հավանաբար սա նաև իրենց համար է, բայց առաջնահերթ իբրև հոգևորական իմ եւ իմ հոգևոր եղբայրների համար եմ սա ասում։ Այս դրվագը ձկնորսներից մարդկանց որսորդներ պատրաստելու մասին է։ Այս դրվագը Աստծո խոսքը այսօր աշխարհում քարոզող մարդկանց հավաքելու եւ իրենց նախապատրաստելու մասին է նաև։ Եվ իբրև հոգևորական այստեղ է, որ մենք շատ անգամ Պետրոսին նմանվում ենք բացասական իմաստով, բայց հույս ունեմ, որ դրականը պիտի հաղթի։ Բացասական այն իմաստով, որ մենք մտածում ենք Աստծո ավետարանը քարոզելու, մարդկանց դարձի բերելու, եկեղեցին հզորացնելու, ժողովրդին ճիշտ ճանապարհի վրա դնելու համար մեր ջանքերը, մեր իմացածը, մեր փորձառությունը ամենակարևորն է։ Եվ Պետրոսի պատասխանի առաջին մասի պես ենք վարում, որ մենք գիտենք, ախր այստեղ 100 անգամ խոսել ենք, այս մարդուն քարոզել ենք, բացատրել ենք, օրինակ ենք տվել, բայց բան չի փոխվում։ Հիմա նորից անենք։ Եվ այստեղ է, որ գալիս է Պետրոսի պատասխանի երկրորդ հատվածը կյանքի կոչելու ժամանակը, երբ որ մենք պիտի մեր անձնական բոլոր ջանքն ու եռանդը, ինչ որ դրել ենք, մի կողմ թողնելով, ասենք Տեր, շարունակում ենք մնալ քո ծառաները եւ պիտի անենք այնպես, ինչպես որ դու ես ասում։ Պիտի լսենք քո ձայնը։ Սա ընդհանրապես այս է Աստուծո խոսքը լսել եւ շարունակել տարածել։ Նաեւ որպես հոգեվորականներ շատ ու շատ անգամներ մենք մեզ անարժան ենք համարում։ Տեսնելով հրաշքներ մարդու դարձի գալու, ամբողջ համայնքների դեպի Աստված դարձի գալու բազում պատմություններ կան, որ մարդիկ հոգեվորականները քարոզչության արդյունքում տեսնում են այդ փոփոխությունները եւ իրենց մեջ վախ է մտնում, որովհետեւ ինքներս մեզ շատ անգամ արժանի չենք համարում այն առաքելությանը, որ Աստված մեզ փոխանցել է, որին Աստված մեզ կոչել է։ Մեծ հաշվով այո, չկա մեկը, որ կատարելապես պատրաստ լինի, կատարելապես արժանի լինի իր սրբությամբ, իր ապրած հոգեվոր կյանքով Աստուծո արքայությունը տարածելու գործիք լինելու արժանիքը կատարելապես մեզանից որևէ մեկը չունի։ Գրիգոր Նարեկասու նման տիեզերական վարդապետը իրեն ամենաանարժան մեկն է համարում։ Եվ ինչպես տարբեր առիթներով ասելու ուրեմն հնարավորություն ունեցել եմ, վերստին պիտի շեշտեմ։ Խնդիրն այն չէ, որ Նարեկացին ամենամեղավոր մարդն էր։ Խնդիրն այն է, որ Նարեկացին սրբության այն աստիճանն ուներ, որ իր կյանքի ամենափոքր բիծը իր համար ավելի ծանր մեղք էր թվում, քան ինձ համար, որ այդ լույսից շատ ավելի հեռու ստվերում եմ գտնվում եւ ինձ վրա եղած բոլոր արատներն ու բծերը ընդհանրապես չեն էլ երևում։ Ուրեմն որքան մոտենում ես լույսին, որքան ավելի սրբակյաց
կենցաղով ես ապրում, այդքան ավելի ամենափոքր խնդիրը մեծ է թվում։ Ուրեմն այս հարցն էլ կա, որ իբրև հոգևորականները մենք շատ անգամ մեզ անարժան ենք համարում, բայց պիտի լավ հիշենք, որ Տիրոջ համար ամենաանարժան մեկը ևս կարող է լինել գործիք, միջոց, որի շնորհիվ մարդիկ պիտի որսացվեն, մարդիկ պիտի գան դեպի կյանք, դեպի հավիտենություն։ Այս է Քրիստոսի պատասխանը, որ մի վախեցեք, ձեր վրա դրված առաքելությունը արեք ըստ արժանվույն։ Նույնը նաև եկեղեցու հավատացյալներին։ Հավատացյալների վրա դրված առաքելությունը ուղղակիորեն առաջին հերթին քարոզիչ լինելը չէ, բայց իրենց վկայությունը, իրենց անձնական փորձառությունը կիսվելու առաքելություն ունեն։ Իրենք կարող են իրենց անձնական փորձառությունը կիսել, փոխանցել այլոց եւ դրանով մարդկանց դարձի բերելու գործն անել։ Իրենք կարող են ոչինչ չխոսել, բայց ապրել հավատացյալի կյանքով, ապրել Քրիստոսին ճանաչած մարդու կյանքով եւ դրանով դառնալ կենթանի վկայություն։ Այստեղ է որ Քրիստոս ասում է՝ մի վախեցեք, որովհետեւ շատերը վախենում են, շատերը մինչեւ վախին հասնել նույնիսկ ամաչում են, մտածում են իրենց չեն հասկանա կամ իրենքով են շատ փոքր են, որ կարողանան որևէ բան փոխանցել այլոց, իրենց ապրած կյանք, իրենց հոգևոր փորձառությունը չնչին մի բան է ուրիշներին փոխանցելու համար։ Ուրեմն ոչ, եւ մեկ անգամ եւս ոչ։ Յուրաքանչյուր մեկը, որ եկեղեցու կյանքից ներս իր գոյությունն ունի, ապրում է, հաղորդվում է, աղոթք է անում եկեղեցու ներսում, ինքը ամենամեծ արժանիքն ունի իր ապրած թեկուզ ամենափոքր փորձառությունը խոնարհաբար այլոց հետ կիսվելու։ Եվ այստեղ է որ Քրիստոս ասում է՝ մի վախեցեք, ձեր ամենափոքր վկայությունը անգամ ժողովրդի համար եմ ասում, կարող է դառնալ մարդկանց դեպի կյանք բերելու հնարավորություն։ Դուք պիտի դառնաք ձկնորսներից մարդկանց որսորդներ, նրանց կյանքի համար որսալու նպատակով։ Եվ այս դրվագի վերջին համարը, 11-րդ համարը, որ շատ կարճ ներկայացնում է առաքյալների վճռական որոշումը, երանի որ մեր կյանքում էլ իրականություն դառնա։ Թե իբրև հոգևորական եմ ասում, եւ թե իբրև եկեղեցու հավատավոր անդամ, իբրև քրիստոնյաներից մեկը, որովհետեւ շատ պարզ ասում է՝ նավակը դուրս բերեցին դեպի ցամաքը, ամեն ինչ թողեցին եւ գնացին Տեր Հիսուս Քրիստոսի հետևից։ Այո, հոգևորականը կարող է զբաղվել տարբեր գործունեությամբ։ Ամենատարբեր գործունեություն իր առաքելությունից զատ կարող է ունենալ, բայց դրանցից եւ որևէ մեկը չի կարող գերակշռել, իրեն հեռացնել Տիրոջը ծառայելու եւ Աստծուն հետևելու, մեր վարդապետին Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու առաքելությունից։ Ուրեմն այնքան ժամանակ, որքան որ հոգևորականը իր կողմնակի զբաղմունքները, գործերը, աշխատանքները, որովհետև երբեմն առաքելություններ են ունենում, որ ուղղակիորեն տեսանելի կերպով Աստծո արքայությունը քարոզելու հետ կապ չունեն, բայց դրանք եւս որքան ժամանակ որ կարող են ծառայեցվել Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու մեր պարտավորությանը, այդքան ժամանակ որևէ հարց չի առաջանալու։ Բայց որ պահին իբրև հոգևորական ես նավակի մասին ավելի շատ մտածեմ եւ ուրկանների մաքրելու մասին ավելի շատ մտածեմ, քան Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու եւ Աստծո խոսքը քարոզելու հարցի մասին, ուրեմն այդ պահին ես հեռանում եմ։ Այս է որ վերջին հատվածով պատգամում է թողնել ամեն ինչ, որովհետեւ ի վերջո առաջնահերթ դարձավ Քրիստոսին հետևել առաքյալների համար եւ գնալ Քրիստոսի հետևից։ Այդքանով հանդերձ կատարելապես Պետրոս եւ մնացած չմոռացան ձուկ բռնելու մասին։ Իրենք շարունակում էին հետո աշխատել։ Ով է ասում, որ իրենք գործ չեն ունեցել։ Ով է ասում, որ իրենք հետո միայն ու միայն համայնքի նվիրատվություններով են ապրել։ Բնականաբար ոչ։ Պետրոս առաքյալից զատ մենք ունենք նաև Պողոս առաքյալի օրինակը, որ վրանագործ էր, որ զամբյուղներ էր գործում եւ վաճառում էր։ Եվ մարդն ասում է, որ տարբեր համայնքներին նաև ի պատասխան ասում է, որ ձեզանից որևէ մեկի հույսին ես չեմ մնացել, քավլիցի, ես ձեռքեր ունեմ, աշխատանք ունեմ, կարող եմ ինձ պահել։ Ուրեմն այս իմաստով, այո, մենք ամենատարբեր զբաղմունքներ կարող ենք ունենալ, բայց որքան ժամանակ դրանք չեն խանգարի Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու մեր առաքելությանը, այդքան ժամանակ որևէ խնդիր չունենք։